Շատ տարբեր մեթոդներ են առաջարկում աղիները մաքրելու համար, իսկ նրանք, ովքեր միգուցե ունեն գրգռված աղոհամախտանիշ, նրանց կարող է վնասել, օրինակ նեխուր, լիմոնաջուր, իմպիր, այսպիսի բաները, հա, սուր, կարող են ավելի հակառակ ռեակցիան առաջացնել։ Աղիքները մաքրում են երկու դեպքում, եթե մարդը պատրաստվում է կոլոնոսկոպիայի կամ եթե մարդը պատրաստվում է ինչ-որ վիրահատության աղիքների կամ որովայնի վրա։ Այս երկու դեպքում է անհրաժեշտ աղիքները մաքրել։ Մնացած բոլոր դեպքերում աղիքներ մաքրել հասկացողությունը դա մեծագույն միֆ է։ բժշկության մեջ, այո, չսատարվող գոյություն չունեցող հասկացողություն է եւ կարևորը ապահովել անհրաժեշտ սննդանյութերը, խմել բավարար քանակով հեղուկներ, օգտագործել էլի կախված, եթե ավելի շատ փորկապություն է, ավելի շատ բանջարեղեն, եթե լուծ է, ավելի քիչ այդպես իմ նշված նյութերը եւ նաեւ կապնեղենը պակասեցնել, եթե օրինակ լուծով է ավելի շատ ընթանում։ Աղիքներ մաքրելը դա բուժական մեթոդ չէ եւ որևիցե դրա համար ինչ-որ խորհուրդ տրվող եղանակ չկա, բացառությամբ իմ նշված երկու դեպքերի։